Ողջույն։ Ես արդեն մի քանի օր է Երևանում եմ եւ եթե կարելի է ասել արդեն 4 օրվա կտրվածքով ահագին քննադատություններ ունեմ անելու Երևանի մասին, շրջանների մասին դեռ չեմ ասում, այն ինչ որ ընկել է աչքովս։ Պարզապես մոտակա օրերը երևի հնարավորություն արդեն կարող եմ չունենամ որևէ բան ձայնագրելու, որովհետեւ ուրեմն ատամնաբուժի հետ մեծ աշխատանք ունենք անելու, նկարահանելը խոսել այդքան հարմար չի լինի երևի, հնարավոր է Աստված մի արասե գուցե ցավեր ունենամ, դրա համար քանի դեռ կարողանում եմ խոսել, որոշեցի արագ մի երկու թեմայի մասին նկարահանեմ, կիսվեմ ձեզ հետ իմ զարմանքը, իմ բողոքը, իմ չգիտեմ, չի ասի զայրույթը, իմ մտահոգությունները կիսվեմ ձեզ հետ, հուսալով, որ ավելի շատ մարդիկ կդիտեն, դրա համար պետք է, որ դուք անպայման եթե հավանում եք իսկապես դնեք լայքի հավանելու նշանը, չեք հավանում, դնեք չհավանելու նշանը, բաժանորդագրվեք իմեջին եւ տարածեք։ Հուսալով, որ ավելի շատ հայաստանցիներ կդիտեն ու ամեն մարդ դիտելով այդ բաների ինչի մասին ես եմ խոսում գոնե, կմտածեն, ասենք բան կանեն, էլ ինչ որ մի բան կփոխեն իրաց կյանքում։ Ոնց որ ասենք հիմա ինձ մեկ ասի, այս գլխարկը մի քիչ քեզ չի սազում, մի դիր, մի 10 հոգի էլ որ ասեն կողքից, կարող է չդնեմ, էլի այդ կտրվածքով նկատի ունեմ։ Չնայած որոշ մարդիկ գրեցին մեկնաբանություններում տեսա, որ գրել են եղբայր այդ Նիկոլի Ցիլոն մի դիր եւ այլ, ուզում եմ ասեմ, որ սա Նիկոլի հետ բոլորովին կապ չունի, այդպես համընկավ, Նիկոլը դեռ իրաց գեղում բաներ գոջի էր խորովում, որ ես sense գլխարկ էի դնում, իհարկե գլխարկը ես ճիշտ արդեն 62 տարեկան եմ, բայց ես այն Երևանի այն առաջվա կոմունիստների վաղտվա գլխարկ դնող ջաջաներից, պապիկներից չեմ, էլի, որ ասեմ միշտ տենց եմ ման գալիս, այս գլխարկը ես դնում եմ, երբ որ ես ճանապարհորդում եմ, ասենք Միացյալ Նահանգներից, եթե երբ որ գնում ենք դեպի ծովափ, որովհետև գլխարկը շատ անհրաժեշտ բան է, պաշտպանում է մեզ արևից, արևը շատ ուժեղ է դարձել ամբողջ մոլորակի վրա, տեսնում եք ինչ է կատարվում Եվրոպայում, եւ ընդհանրապես հովի համար գլխարկը պաշտպանում է, մաշկի էլ քաղցկեղ են ընկնում, հազար մի բան կա։ Այնպես որ գլխարկը ես դնում եմ, երբ որ ես ճանապարհորդում եմ դեպի ծովափնյա ինչ որ քաղաքներ կամ երբ որ ասենք Միացյալ Նահանգներից կնոջս հետ երեխաների հետ մեկնում եմ Եվրոպա, նորից գլխարկը դնում եմ որպես տուրիստ, էլի տուրիստ հասկացողության, որ ասենք հետաքրքիր է բան, ասենք հովա փողոցում շատ են քայլում, արևի տակ շատ են լինում, որի համար պետքա հիշեք շատ հեղուկ խմել, շատ ջուր, հեղուկ, բայց ոչ թե քաղցր ըմպելիքներ, այլ ջուր, մաքուր ջուր եւ պաշտպանվել արևից։ Ուզում եմ խոսել Հայաստանի հետ կապված ասեմ կամ հիմնականում Երևանի հետ եմ առաջինը նկատել, բայց ամբողջ Հայաստանով նույն բանն է, ուտելիքների հետ կապված։ Ուտելիքների հետ կապված մի առանձին թեմա պետք է նկարեմ, բայց կոնկրետ հիմա այսօր ուզում եմ խոսել հացեղենի, հացաբուլկեղենի հետ։ Ես ոնց որ հասկացա Հայաստանում աշկ ոնց որ ասում են լֆիկի կամ այն մյուսի աշկը լույս լինի, շատ հաց ենք օգտագործում մենք հայերս, շատ ուրեմն հացաբուլկեղեն ենք օգտագործում, շատ խմորեղեններ, ես գիտեմ, կարկանդակներ, փքաբլիթներ, հացի տարբեր տեսակներ են պատրաստում, թխվում, դրա համար ասենք լֆիկի կամ մեկ այլ օլիգարխ չէ, ինչ այլ ասում Նիկոլը, գործարար, լֆիկը օլիգարխ չի, Գագիկ Ծառուկյանն է օլիգարխ, որին պետք է ոչնչացնել, լֆիկը գործարար է, նա Աննա Հակոբյանի քայլարա հիմնադրամին թե կրթվել է, ինչ մուծվում է, նա լավ խելոք գործարար է, սա ուղղակի մեջբերում էր։ Ուրեմն լֆիկի նմանների աշկը լույս լինի, հա կարան ներմուծեն ալյուր, որովհետև ալյուրը Հայաստանում շատ լավ վաճառվում է, մեծ կարիք ունի, մարդիկ շատ են օգտագործում։ Իմ ինչ այլոց ասեմ, սիրելի հայաստանցիներ, որ իմանաք, եվրոպական շատ երկրներում ներառյալ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ սկսել են շատ քիչ հաց օգտագործել։ Եղել է դեպք ինչ որ մեկի հետ որ զրուցել եմ, ասենք ինչ որ հայի բիզնես, որ ասենք հացաբուլկեղենի կամ հաց թխելու կամ նույնիսկ նույն լավաշի արտադրամա ստեղծելու հարց եմ տվել ինչու չեք անում, միշտ պատասխանը եղել է, որ մարդիկ գնալով հաց ավելի քիչ են գնում, հաց ավելի քիչ են ուտում։ Իսկապես մեր ընտանիքն էլ ապրելով Միացյալ Նահանգներում, անձամբ ես անցնելով քաղցկեղի միջով, առանց դրա էլ ընդհանրապես հաց սկսել եմ շատ քիչ ուտել, նո անձամբ ես ասենք քիչ եմ հաց ուտում, հենց հացը,
որովհետեւ ոնց որ ասում են ուզում եմ ավելի համեղ բաներ ուտեմ, էլի առաջ եթե հիշում եք Հայաստանում ես որ հիշում եմ իմ մանկության տարիները եւ այլ երեխեքին անդադ ստիպում էին հացով կեր, ճաշը անպայման հացով կեր, ինչ համար էին այտենց ասում, վատ էին ապրում, վատ աղքատ երկիր էր, հացը տատիկները, ծնողները ստիպում էին որ երեխաները շատ հաց ուտեն, որտեվ հացը կշտացնում էր, որ ավելի շատ հաց ուտեն, կշտանան, որտեվ ճաշը քչություն է անում։ Ու արդեն այն աստիճաներ այդ անհեթեթությունը հասել, որ մարդիկ ասենք կարտոֆիլներ են հացով ուտում կամ մակարոններ են հացով ուտում։ Առանց մտածելու, որ այդ կարտոֆիլը նույն հացն է, մակարոնը նույն հացն է։ Համենայն դեպս Միացյալ Նահանգներում իմացեք, որ ընդհանրապես չասեմ մոդա էլի, որտեղ մարդիկ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ավելի գիտակից են դարձել։ Ուտելիքի հետ կապված, չգիտեմ, խմելիքի հետ կապված, այդ հացի հետ կապված, հաց շատ քիչ են ընդունում։ Ես օրինակ նոր խանութում գնում էի կատարում թեթևակի, ուրեմն դիմացս կանգնած մի միջին տարիքի կին, երևի մի 35-40 տարեկան, իր երևի որ չասեմ մի ամբողջ պայուսակ հացաբուրկեղեն գնեց, այնտեղ էլ նայում ես մեջը ոնց որ ամեն մեկը առանձին թղթե բանի ցելոֆանի տոպրակի մեջ է դրված, հենց չեմ էլ ասում այդ ցելոֆանի տոպրակի մեջ հացը դնել ինչքան սխալ է։ Հա, ու երևի տեսքից երևում էր, որ կարելի է դա անվանել, Երևանում դա կոչում են երևի չամիչով բուրկի, բայց որ sense պոկես մեջը բացես կարող է երկու չամիչել չլինի։ Համենայն դեպս Միացյալ Նահանգներում հացը մենք շատ քիչ ենք մեր ընտանիքը եւ ամերիկացիք մեզանից ավելի քիչ։ Հաց կարող է ուտում են երևի ռուս համայնքի ներկայացուցիչները, մեկ էլ Լոս Անջելեսի հայերը, որտեղ հայաստանցի են, այնտեղ երբ Լոս Անջելեսում գնաց ինչ-որ մի խանութ եւ այլ, լավաշի հերթա, հացի հերթա, հայերը հաց ուտող ազգ են։ Բայց ասածս դա էր, որ աշխարհով մեկ հացը պետքա քիչ ուտել, որտեղ եւ գնելուց պետքա գնել, մենք էլ ենք դա այդպես անում, առողջարար որակով հաց։ Պետքա հացի տուփի հետևը կարդաս, թե ինչա մեջը պարունակում, իմանաս ինչ հաց ես գնում, որքանով է դա առողջարար։ Հացը շատ վտանգավոր է առողջության համար։ Հիմա Երևանի մասին։ Տոննաներով ալուր է օգտագործում, տոննաներով թխում են, տոննաներով արտադրում են աղբ, բարիս բուն իմաստով։ 3 օրա, 4 օրա ստեղ ենք, մի քանի տեղից մի քանի բան գնել ենք, ասենք, ոնց ասեմ, ոնց որ ծիրանից են կարոտ առնում, ասում ենք մի հատ էս խաչապուրի է, մի հատ սրանից ուտենք, կամ մի հատ էս հացը գեղեցիկ են, առաջվա մատնաքաշի նման է հիշեցնում, այս հացից այսօր գնենք ուտենք, գաթա են գնել, ինչ որ ուրիշ մի թխվածք են գնել, ժողովուրդ համատարած աղբ։ Ինձ եղել է որ ասել են դու պետք է իմանաս որտեղից ես գնում եւ այլ, իհարկե, ուրեմն այդ կանգառներում, այդ քաղաքի կենտրոնից շատ հեռու, արդեն շրջան գնացող կամ ընդհանրապես այն բաները, կրպակները, որ դրած են, շատ ներողություն են, բոշայական են, բոմժական կրպակները, որոնտեղ ինչ որ 150 դրամով, 100 դրամով, 200 դրամով ինչ որ խաչապուր են վաճառում կարկանդակ, դա լրիվ թույն է, թե ինչ զեթ են դա օգտագործում, թե ինչ ալուր են օգտագործում, այդ Աստված գիտի, դա միշտ էլ եղել է, ասենք, վատ ապրող մարդիկ մի հատ դրանից գնել են, փորները կշտացրել են, կամ ուսանողներն են կերել, կամ շրջան է գնում, կանգառում կանգնած, կամ ինչ որ sense, էլի անորակ ուտելիք։ Բայց նույն բանը կարելի է գնել ավելի ինչ որ high class բարձր մակարդակի խանութից, նույն բանը։ Ստե մեր կողքը ուրեմն խանութ կա, երեք այցելում ենք մի երկու օր առաջ, ասեցի կարծեմ ձեզանից մենք թխվածք ենք գնել, գյուղ ենք մեկնում, ես հիշում եմ 2014-24 թվականին, հետներս տարանք, հարցրեցի ու տարանք ոչինչ, վատը չէր, այս անգամ ասում եմ ձեր այս խաչապուրի կոչված այդ եռանկյունի համեղա, վայ, այնքան համեղա մեզանից գնում են գալի ներողաբան, շնորհակալություն են հայտնում, 2 հատ բերեցինք, մի հատը 2 հատ կծեցի, սրբխառնոց առաջացավ, գցել եմ աղբի մեջ, երկրորդը ստեղ դրված արդեն երկրորդ օրը սա էլ։ Մեջը չես իմանում, պանիր է, պանիր կա, չկա։ Առաջ Երևանում մի հատ անեկդոտ կար, որ կարկանդակը մսով էր, ասում է կծում, ասում է բա ուր է միսը, ասում է մի հատ էլ կծի, մի հատ էլ է կծում, ասում է բա ուր է միսը չկա, մի հատ էլ կծի, մի հատ էլ է կծում, ասում է հոп անցար։ Հիմա սրանցն է։ Այդ բոլորի մեջ պետքա միս լինի, կարտոֆիլ լինի, բան ինչ որ պանիր լինի, համատարած կամ անորակա շատ կամ բացակայում է։
ուտվում է ու վաճառվում է։ Ու գիտեք ինչ է սարսափելի, նորից եմ ասում, որ ոչ միայն այդ կրպակների ուտելիքներն այդ պերաշկի բանը, հա, մի հատ օրինակ էլ բերեմ, ոչ միայն կրպակներին անվորակ, այլև բարձր խանութներին է, ինչ որ անուն ունեցող կամ մեծ առևտուր ունեցող Հրաչյա Քոչար եւ Գյուլբեկյան խաչմերուկի վրա մի հատ կրպակ կա, նորից կրպակ է։ Սա Հայաստանը կրպակ է, այդ կրպակների մասին էլ եմ առանձին խոսելու։ Այդ կրպակը միշտ ատամնաբուժարան գնաց գալիս, տեսնում եմ մարդաշատ առևտուր կա։ Այն օրը մենք էլ այցելեցինք, լամաջու վերցրեցինք տարանք, ճիշտը որ ասեմ, ես առաջ լամաջու ավելի շատ էի սիրում։ Մեզ մոտ Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում լամաջուն գնում եմ, ուրեմն լավ բարեկամներ ունեմ, ուրեմն լիբանանահայերեն, թե սիրիահայերեն, իրանցից եմ լամաջուն գնում, սառեցրած, տաքացնում ենք, շատ համեղ լամաջու է, ստե թարմ լամաջու, ճիշտ ասած մի հատ կերա, շատ տհաճությամբ դուրս չեկավ այդ համը, որակ չկա բոլորովին։ Այդ խանութում էլ հաց են գնել, հացը ոչինչ, հացը լավն էր, մոխրագույն հացը, որ ես առավոտները սիրում եմ այդ հացը, ուրեմն ինչ որ ձկան հետ կամ ինչ որ մի պաստայի հետ ուտել, շատ առողջարար է, ձկնային ինչ որ տունայով կամ ասենք սաղմոնով, շատ առողջարար առավոտները սիրում եմ, եւ ինչ որ չթխված վերցրեցինք, որ մեջ ինչ որ չամիչ պետքա լինի եւ այլ, ինչ որ մի հատ էլ էլի կերել, ինքը շատ ծանր է։ Ու գիտեք ինչ է այդ աղրի, այդ խանութում առևտուր կա, լիքը մարդիկ կան, ու նայում ես այդ մարդկանց, զգում ես որ այդ մարդիկ ոնց որ ամենօրյա հաճախորդներ լինեն։ Այսինքն, որպեսզի պարզ լինի ինչ եմ ուզում ասեմ, ամենակարևոր բիզնեսի պահանջներից մեկն է ժողովուրդ սիրելի խմորեղեն, ընդհանրապես ամեն ինչ արտադրողներ։ Ձեր արտադրանքը պետք է այնքան որակով լինի, որ գնորդը նորից հետ գա ձեզ մոտ, որ ցանկություն ունենա գնելու։ Ես հիմա ինձ որ սպանեն, այս մեր կողքի խանութից էլ երբեք մեկ ամիս լինելու եմ Երևանում ոչինչ չեմ գնի, այդ Քոչարի վրի խանութից էլ երբեք ոչինչ չեմ գնի։ Այս սա է էլի, որ այս մտածելակերպը չկա մեր հայաստանցիների մեջ, այս արտադրողների մեջ, ով ինչ ուզում արտադրի, նույն ռեստորանը նույնպես։ Ռեստորանների մասին առանձին կխոսամ, շատ ռեստորան չենք եղել, մի երկու տեղ թեթևակի մտեր դուս ենք եկել, դրանց մասին էլ կխոսեմ։ Ինչ որ արտադրում եք, ինչ որ մատուցում եք, ինչ որ մանավանդ ուտելիքը, ծառայությունը, չգիտեմ, գտալ եք արտադրում, բաժակ եք արտադրում, ժողովուրդ, ամեն բանի մեջ պետք է այնքան որակ լինի, այդ որ ուզում եք ծիրանը գնա Եվրոպա, այդ ուտելիքները, պահածոները, ախր դրա մեջ պետք է այնքան որակ լինի, որ մի մարդ, որ գնում է մի անգամ, երկրորդ անգամ նորից ուզենա գնելու։ Հասկանում եք, իսկ այդ բանը բացակայում է հայերի մոտ։ Ուրեմն հայերի մոտ մեկ անգամվա վաճառ տա։ Հիմա գնենք, այսօր վաճառեցինք, հետո ինչ կլինի եւ այլ եւ այլ։ Միջազգային ուրեմն բիզնեսում երկու կանոն կա։ Ուրեմն մեկը որ երբ որ պետք է ստիպված, ասենք, եթե քեզ պետքա ինչ ասեմ, մի սան հանգույցդ փչացել է, այն տակի խողովակից պետք է առնես, ինչքան էլ խողովակի խանութը արտադրանքը այդ բանը պահեստամեստերի խանութը հեռու լինի, դու պետքա գնաս այն 1000-ը մի մանրուքի պես խանութ, գնաս առնես, դա քեզ անհրաժեշտ է։ Եվ երկրորդ տարբերակն է, որ այնպիսի բան ես դու գնում, որ դու ուզում ես նորից գնել, դա արդեն ուտելիքի ծառայությունի, ռեստորանային ծառայություն դրանց հետ է կապված։ Ասածս ինչար, կարճ ասած, ամփոփ եմ արդեն երկար խոսեցի, ամբողջ Հայաստանով մեծ քանակի, չեմ ասում են շավուրմա, ամենտեղ այս կրպակները ամեն 50 մետրը մեկ քյաբաբ են ծախում, միս են վաճառում, նույն բաներն է, մի փողոց, այդ անգլերեն ասում են բլոկ, մի բլոկը, մի խաչմերուկից, մի խաչմերուկը, այդ նույն բիզնեսից 3 հատ կա։ Դեղատուն, պարենային խանութ, քյաբաբ, այն սուրճի հյութեր պատրաստելու կրպակից, քյաբաբ խորոված այդ փողոցային այդ առևտուր, մի հատ գավառական արևելյան քաղաք, դրա մասին հետո նորից առանձին խոսալու եմ, նկարահանումներ եմ ցույց տալու արդեն մի քանի բան։ Այսօրվանը հիմնականը նվիրվում էր դրան, հացաբուլկեղենին, տոննաներով պատրաստվում է, տոննաներով անորակ են պատրաստվում։ Դրա համար հորդորս հայ ժողովրդին, փողոցում էլ քայլում եմ, նայում եմ, նկատում եմ, էլի, միջին տարիքից արդեն մեծ մարդիկ առողջ են, ծրված են մանգալի, մեկը կուզունի, մեկը կռացած է, բանը էլ այդքան մարդիկ առողջ են,
հայաստանցիները, որ ասես, նո ատամների մասին չեմ ասում, դա խայտարակություն է։ Երիտասարդները շատ գեր են, փորով, այս շոքին դրսում 37-38 տաշանը, այդ սիգարետները, բերանները դրած, ծխելով, իրանք թունավորում են, ուրիշներին թունավորում են։ Հորդորս բոլոր երևանցիներին, հայաստանցիներին։ Դադարեք այդ քանակությամբ հացաբուլկեղեն ընդունելուց, այդ բոլորը առողջ հարար չի։ Ինձ նայեցեք, ձեզ խղճացեք, այդպես են ասում, բոլոր հիվանդությունների, քաղցկեղի, շաքարախտի, ես չգիտեմ, սրտի անբավարարվածության, դա որպես բժիշկ եմ ձեզ ասում, հիմքում ընկած են այդ սխալ սնունդը, սխալ խմիչքները շաքարային եւ սնվեք առողջ։ Հասկացանք, բոլորս էլ մարդ ենք, մի հատ վրացական, աջարական խաչապուրի եք ուզում, կամ փքաբլիթ եք ուզում, կամ ես չգիտեմ, լամաջո եք ուզում, Ժողովուրդ ջան, ամբողջ ինտերնետ, ամբողջ YouTube-ը ձեզ կարող է սովորացնել, թե ինչպես պատրաստել համեղ խաչապուրի կամ լամաջո։ Այսօրվա YouTube-ը եւ ինտերնետը մարդկանց կարող է հնարավորություն ունի սովորացնել նաեւ պատրաստել ատոմային ռումբ։ Բառից բուն իմաստով։ Մի հատ տունը պատրաստեք, գնեք լավ որակով ալուր, կարդացեք ալյուրի վրայի հատկանիշները, gluten free, շաքարի տոկոսայնությունը ցածր, որտեղի ալուր է, ռուսական ալուրն է լավ, եվրոպական ալուրն է շատ լավը։ Գնեք որակով ալուր, առանց դրոժի, ես ինչ որ պետք է, ես չգիտեմ, դա կանայք ավելի լավ կիմանան, պատրաստեք որակով, մի հատ պետք է ուտեք, լավը կերեք ձեր տանը։ Ամեն օր էլ դա պետք չի ուտել, կերեք ամիսը մի անգամ, երկու անգամ, ավելի շատ մանավանդ այս շոկ եղանակին խմեք հեղուկ ջուր, հեղուկ, այն կոկա-կոլա, պեպսի, էդ էլ պետք չի, դրանք սաղ թույն են շաքարային, ջուր, բյուրեղա, ես չգիտեմ, խոհանոցի ջուրն է, մաքուր ջուր խմեք, փառք Աստծո, այնպիսի լավ երկրում ենք ապրում, դուք այնպիսի լավ երկիր ունեք, մեր երկիրը այնքան լավն է, լավ մրգեր կան, բանջարեղեններ կերեք, ապուր կերեք, առողջ սնունդ կերեք, էլի մեղք եք, նայում եք, բժիշկի չեք գնում, չեք ստուգվում, դե էլ է գումարի հետ կապված, նայում ես մեկը ծռված է, մեկը կուզա, մեկի ոտքն արդեն կաղում է, բերանները ատամ չկա, մազերը թափված բոլորը, այտենց բան է, էլի, որը երիտասարդները, որ ասեմ ամբողջ օրը սպորտային դահլիճներում մի հատ պարոն Ծառուկյանի դահլիճը կարեն էլ Նիկոլա Դիտավորյալ փագեց երևի, որ հայ սերունդը առողջ չմեծանա, սպորտով զբաղվեք, ավելի շատ քայլեք, զբոսնեք, շրջաններ գնացեք, մաքուրոտ, ու հնարավորության սահմաններում, էլի, բայց ինքնագիտակցաբար մարդ ինքը իրանով ոնց կարա թունավորի, հասկանալով մարդը գիտակցելով, որ այդ սխալը, բանը ծխելը սխալա վնասա, ոնց կարաս դու վերցնես, հենա փողոցում շներ ունեք, լիքը թափառող, լիքը բանա, կեղտոտում են հետևներից մաքրող չկա, հələ փորձեք մի հատ վեկալեք, դա էլ կերեք, շատ կներեք յարեք, ծխեք, կարողա դա էլ է, ոնց եք ասում, կայֆ է տալի, ինքնագիտակցաբար մարդ ոնց կարա ինքը իրան վնասի, բայց հիմնական նպատակս այսօրվա համարյա 19 րոպե խոսեցի, ներողություն եմ խնդրում դրա համար, հացաբուլկեղենները շատ անորակ են Երևանում, գնեք մաքուր պատրաստեք տունը եւ քիչ կերեք, դա վնասակար է առողջությանը։ Մի երկու բան էլ կզայնագրեմ, միջև հնարավոր լինի խոսել, դրանից հետո կխոսենք արդեն ապակինվելուց հետո կամ գուցե այս ամբողջ նյութերը հավաքեմ, երբ որ վերադառնամ տուն, ընդդեղից նոր զայնագրություններ անեմ։ Մի որոշ ժամանակ հետո էլ շատ հնարավոր է մտքովս այդպիսի բան անցնում, ինտերակտիվ եթերներ անեմ, այսինքն ոնց են ասում, live, դուք էլ ովքեր եթե երբ որ տեսնեմ լսարանը մեծանում է, միանակ իրար հետ քննարկենք, որտեվ գիտեք ոնց շատ խելոք մարդկանց կարելի է լսել, բայց երբեմն մարդը ինքը պետք է հարց տա, պատասխան ակնկալի ստանալու, ոչ միայն գրելով, ոչ միայն հայոյանք, գրեք միայն հայերեն խնդրում եմ, միայն հայատար գրեք, մեսրոպատար։ Եվ այսպես ինտերակտիվ ձևով իրար հետ գուցե քննարկենք, մի թեմա առաջարկենք, նստենք իրար հետ մի ով որ ժամանակ ունենա, մի ժամ իրար հետ քննարկենք, թե այս հարցը խի ասենց, մեր մոտ խի ասենց, ինչպես անենք, որ սա այս հարցը ուղղվի։ Այսքանը։ Այսօր շատ շոկ օր է սպասում Երևանում, մնացեք տանը, որտեղ Ռուսաստանում եք, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Երևանում, հեղուկ խմեք, առողջ ապրելակերպով ապրեք։ Ամենայն բարիքներ, Աստված օրհնի ձեզ, ձեր երեխաներին, ձեր ընտանիքներին, սիրեք ձեր երեխաներին, հարգեք ձեր ծնողներին, սիրեք ձեր ազգը, ամենայն բարիքներ, մեր հայ ժողովրդին, մեր Հայաստանին, խելք, համախմբվածություն եւ սեր, որը կփրկի աշխարհը։ Լավ օր եմ ցանկանում բոլորիդ։